Բաղարյան Նելսոն Էդուարդի։ Նրանք կռվում էին ինքնաշեն նռնակներով, որսորդական հրացաններով, կենաց մահու կռվում զոհասեղանին դնելով ամենաթանկը կյանքը։ Մարտակերտցի Նելսոնը 1988 թվականից զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին։ Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում ստեղծել է սակրավորների խումբ։ Նրա ղեկավարած սակրավորների խումբը բազմիցս ականազերծել է ռազմական գործողությունների առաջին գծի տեղանքը։ Հերթական մի գիշեր Նելսոնն իր 4 զինակից ընկերների հետ կրկին մարտական առաջադրանքն էին կատարում։ Ականեր պիտի տեղադրեին։ Ականերն ինքնաշեն էին, և ցավոք անսարքությունից ապահովագրված չէր և ոչ ոք։ Երբ Նելսոնը նկատում է, որ պայթեցնող սարքը խնդիր ունի, հրամայում է զինվորներին հեռանալ։ Մեխանիզմը սկսում է աշխատել։ Դա նշանակում էր, որ 3-ից 4 վայրկյանվա ընթացքում պայթյուն է լինելու։ Քաջ գիտակցելով պայթյունի հետևանքները, առանց վարանելու իրենով փակում է ականը, որ փրկի զինակից ընկերների կյանքը։ Այսօր ցավոք բազմաթիվ հայրենիների սխրանքներ անհայտ են կամ մոռացության են մատնվել։ Մեզ փորձում են վարժեցնել ուրիշի թշնամու ուժին, բայց մի ազգ, որ նման զավակներ է ծնել, որ Նելսոններ է ծնել, չի կոտրվելու։ Մեր ներքին ուժը մի օր պոռթկալու է, Ռաբախի նման ժայթքելու և կործանելու թշնամուն։